Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող փակ շուկան կփակվի, նպատակը վերանորոգումն է։ Այս մասին շուկայի աշխատակիցներին այսօր տեղեկացրել են Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցները։ Նրանք վաճառողներին առաջարկել են մինչ վերանորոգումը տեղափոխվել այլ շուկաներ առևտուրը շարունակելու համար։ Չի կարելի, չի հազիվից Էրեբունի շրջանի աշխատանքն ապրող եմ։ Որտեղ գնամ, Մալազիան գիշերվա կեսին, տաքսիներով շատ վատ կլինի։ Մենք այսօր ստեղով ենք յոլադրում, ստեղով ենք ապրում, չգիտեմ։ Շուկայի աշխատակիցներն, ովքեր խուսափեցին տեսախցիկի առաջ խոսել, հայտնեցին, որ այսօր շուկա այցելած Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներն իրենցից անձնագրեր են պահանջել։ Ձայներ են հավաքում, անձնագրեր են բանալել, որ հիմնական տեղեր ունենաք, եկեք կուլտուրայի պալատ գրանցվեք։ Այս կան մարդիկ իս պետք է ծռվի, առանց հաց մնան, այս կան մարդիկ։ Վաճառողներին առաջարկել են առևտուրը շարունակել թեկուզ նույն տարածքում գտնվող բացօթյա շուկայում։ Առևտրականների խոսքերով, եթե նրանք այսօր փակ շուկայում տեղի համար վճարում են 500 դրամ, ապա բացում իրենցից պահանջում են 1500 դրամ։ Հենա գոմի շուկան տեսակ ինչ արեցին, էլի կես ժամ, բերիկը տեսնում եմ, մնացած անունը։ Թողել եմ գնալ եմ, ոնց որ ամեն գիշեր այստեղ 80 հոգի ավտոբուսը կմարշրուտին նստում եթում են։ Նույն ձև ես եմ գնալ։ Շուկայի պատասխանատուն էլ, ով նույնպես չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, հայտնեց, որ շուկան պատկանում է ոչ թե Էրեբունի վարչական շրջանին, այլ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը, եւ թաղապետարանն իրավունք չունի շուկան վերանորոգել։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության լրատվության բաժնի պետ Վահե Դավթյանը հաստատեց, որ շուկայի տարածքը գտնվում է իրենց տնօրինության տակ, եւ իրենք համաձայն են, որ Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանը շուկան վերանորոգի, իսկ թե երբ ժամկետներ չնշեց։ Տաթևիկ Ազիզբեկյան, IPF։